Որ զինվորական ծառայությունից զորացրվածները ավելի հեշտ գտնեն աշխատանք, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2022 թվականից աջակցման ծրագիր է իրականացնում։ Ուսումնասիրությունները փաստում են, որ զինվորական ծառայությունից վերադառնալիս մարդիկ աշխատաշուկայում ինտեգրվելու խնդիր են ունենում։ Պատճառները մի քանիսն են՝ գիտելիքի պակաս, ստացած ուսումը նորացնելու կամ փորձ ձեռք բերելու անհրաժեշտություն։ Ծրագիրն ունի 3 բաղադրիչ։ Առաջին բաղադրիչն ուսումն է։ Գործատուն և աշխատողը միասին են որոշում, որ սկզբից որտեղ սովորել, ինչ սովորել, որ գործատուն հետո պարտավոր լինի աշխատանքի վերցնել։ Պետությունը իր կողմից ուսման ծախսն է փոխհատուցում 5 ամսվա, յուրաքանչյուր ամիսը մինչև 50,000 դրամ եւ նաեւ կրթաթոշակ է տալի, դա գալիս է մոտ 32,500 դրամ։ Որից հետո գործատուն պարտավոր է կնքել աշխատանքային պայմանագիր, իսկ պետությունը գործատուին մինչև 50,000 դրամ եկամտահարկի ծախսի փոխհատուցում պետք է տրամադրի։ Երկրորդ բաղադրիչն ընտրելու դեպքում շահառուն ձեռք է բերում աշխատանքային փորձ եւ անցնում աշխատանքի։ Այս պարագայում կնքվում է մի տարվա աշխատանքային պայմանագիր, քանի որ պրակտիկան դա արդեն աշխատանքային հարաբերություններն ըստ օրենսդրությամբ եւ պետությունը այս պարագայում գործատուին տալիս է գումար, որի միջոցով գործատուն արդեն աշխատավարձ է վճարում մեր շահառուին։ Գումարների չափը կուզենա նշել, դա նվազագույն աշխատավարձի չափով գումարն է եւ հարկերը։ Ընդհանուր գալիս է մեր մոտ 100,000 դրամ։ 3 ամսվա մասին է խոսքը, որից հետո 9 ամիս հարկի փոխհատուցում է տրամադրվում մինչև 50,000 դրամ, իսկ երրորդ բաղադրիչն ընտրելու պարագայում անձը միանգամից անցնում է աշխատանքի, ինչի համար գործատուին տրամադրվում է 300,000 դրամ, պայմանով, որ աշխատանքային հարաբերությունները տևեն առնվազն 12 ամիս։ 2022-ին 278 շահառու է եղել, 2023-ին 526, 2024-ին 321, իսկ այս տարի առայժմ 75, սակայն նախատեսվում է 500 երիտասարդի համար գտնել աշխատանք։ Ծրագրի շահառու դառնալու համար անձը պետք է մոտենա միասնական սոցիալական ծառայություն եւ դիմելու պահին պետք է գործազուրկ լինի։ Մեր աշխատողները պարբերաբար աշխատում են թե իրենց տարածքում աշխատում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնում, թե ավելի լայն արդեն տվյալներ ստանում են եւ փորձում են իրավիճակից ելնելով արդեն գնահատել ինչպիսի մասնագիտություններ կա կամ թափուրներ որտեղ կա եւ գործատուներն ներկայացնում են մեզ, ինչպիսի ազատ տեղեր աստիքներ ունեն եւ ինչպիսի պահանջներ ունեն ըստ մասնագիտությունների։ Եթե գործատուի մեղքով աշխատանքային հարաբերությունը դադարում է, հետգանձում է լինում։ Ի դեպ, ծրագրից կարող են օգտվել ոչ միայն 2020-ից հետո զորացրվածները, այլև 2016, 2020 եւ 2022 թվականներին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին մասնակցած անձինք։ Լիանա Խաչատուրյան, լուրեր։